Ողջույն եւ բարի գալուստ Restart Գյումրիի on-line հարթակ։ Քաղաքացիական կրթության եւ կարողությունների զարգացման երկրորդ դպրոցի շրջանակներում մենք շարունակում ենք ձեզ հետ կիսվել արցախցի երիտասարդների հայաստանյան փորձառությամբ, նախորդ տարիների անցած ճանապարհով, դժվարություններով, հաջողություններով եւ ապագայի մասին պատկերացումներով։ Այսօրվա մեր ոդքասթի հյուրերը Էրիկն ու Լիաննան են, ում հետ միասին մենք փորձելու ենք քննարկել, թե ինչպես կարող են արցախցի երիտասարդները մասնակցել Հայաստանում որոշումների կայացման գործընթացին։ Էրիկ, Լիաննա, անչափ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ ոդքասթին միանալու համար։ Քանի որ ես երկուսիդ էլ ճանաչում եմ, ինձ հեշտ է լինելու ձեզ հետ զրույցը վարել, բայց մեր ունկնդիրների համար կխնդրեմ մի փոքր ներկայանաք, պատմեք ձեր մասին, ինչ գործունեությամբ եք զբաղվում Արցախում եւ հիմա արդյոք փոխել եք ոլորտը, թե շարունակում եք նույն գործունեությամբ զբաղվել, որ համայնքում եք հաստատվել եւ կարող ենք սկսել Էրիկից։ Բարև ձեզ, ես Լոռեն Էրիկն եմ, Արցախում զբաղվում էի, աշխատում էի IT ոլորտում, ինչպես նաև գործունեություն էի ծավալում հասարակական կազմակերպությունում։ Երևան տեղափոխվելով իմ մոտ այդ առումով ոչ մի բան չի փոխվել, ես դեռևս աշխատում եմ IT ոլորտում ու մասնակցում եմ Restart հասարակական կազմակերպության գործունեությանը։ Մերսի։ Լիաննա, մերսի շատ Էրիկ։ Բարև ձեզ, ես Լիաննան եմ Շահոյան, 18 տարեկան, Արցախից եմ։ Արցախում կարամ շեշտեմ, որ այդքան ակտիվ չեմ եղել, ինչքան որ ստեղ, հիմա ապրում եմ Գավառում, Restart Գավառ, երիտասարդական հասարակական կազմակերպության անդամ եմ, ու ստեղ ավելի ակտիվ եմ ու նախաձեռնող, քան այնտեղ։ Մերսի շատ կիսվելու համար, նախ շատ ուրախ եմ, ճիշտն ասած, որ կարողացել եք շատ թեքիչ հարմարվել կյանքին ու ոնց որ կյանքն արդեն իր հունի մեջ է ընկել, այդպես կարող ենք ասել, ու ուրախ եմ երկու առումներով։ Առաջինը, որ աշխատանք եւ ուսումը, կյանքը կապում եք Հայաստանի հետ, այդ շատ ուրախացնող է, չեք մտադրվում, ապագայում լքել, այդ իրականում շատ լավ է։ Եվ երկրորդը հենց մեր քննարկման տեսանկյունից է լավ, որովհետև եթե արդեն որոշակի առումով կայացած եւ աշխատանք ունեք եւ հետաքրքրության ոլորտ ու արդեն հասարակական կազմակերպությունների անդամ եք, նշանակում է ժամանակ ունեք դրանով զբաղվելու, որովհետև քաղաքակտիվիզմը ժամանակ ու էներգիա պահանջող գործընթաց է, ու այդ շատ ուրախացնում է, հետեւաբար մենք ակտիվ քննարկում կարող ենք ունենալ ձեր փորձառության հետ կապված։ Հիմա ուզում եմ որոշակի առումով նույն հարթության վրա լինենք, երբ քննարկենք որոշումների կայացման գործընթացին մասնակցություն արտահայտությունը, որովհետև ըստ համայնքի, տարբեր կարող են լինել աստիճանները, ենթադրենք, եթե աշակերտական համայնքի կամ ուսանողական համայնքի ներկայացուցիչ եք, կուզենամ մի փոքր պատմեք, թե արդյոք որևէ կազմակերպության, որևէ աշակերտական կամ ուսանողական խորհրդի անդամ եք, թե չէ, այդ միջոցով փորձում եք մասը դառնալ որոշումների կայացմանը, կամ եթե համայնքում եք բնակվում, օրինակ Երևան եւ Գավառ, արդյոք երբևէ ավականու նիստերին մասնակցել եք, որոշել եք ինչ-որ քննարկումների գնալ, հայտ ներկայաց, արդյոք որևէ քաղաքականությունների մշակման մասնակից դարձել եք, թե չէ։ Էրիկ, խնդրեմ դու սկսես։ Ես սկսեմ իմս շատ կարճ ելնելու, ես քանի որ վաղուց ավարտել եմ համալսարանը, դրա համար ոչ մի ուսանողական կամ աշակերտական կառույցներում ներգրաված չեմ, ես հիմա ապրում եմ Երևանում ու Երևանի ավականի նիստերին էլ մասնակցություն չեմ ունեցել, իսկ ինչ որ ձև քաղաքականության վրա ազդելու որպես գործունեություն, երևի կարելի ասել տրանսպորտի թանկացման դեմ պայքարի մասնակցել է, մենակ այդ ձև եմ ես փորձել ինչ-որ ձև անդրադառնամ համայնքում իրականացվող քաղաքականության վրա, բայց այն էլ այդքան էլ լավ փորձ չէր, որովհետև վերջում ոչ մի բանի չբերեց, ցավոք սրտի։ Շնորհակալ եմ կիսվելու համար, բայց Էրիկ, ես գիտեմ նաև, որ դու դասընթացների կազմակերպման ես մասնակցում եւ ինքդ էլ վարում ես այդպիսի դասընթացներ, որոնք իրականում միտված են քաղաքակտիվիզմի զարգացմանը եւ միգուցե այլ երիտասարդների են տրամադրում, որ իրենք որոշումների կայացման գործընթացին մասնակցեն։ Արդյոք ճիշտ գիտեմ, թե չէ։ Restart-ի շրջանակներում մենք իրականացնում ենք մի շարք ծրագրեր,
Արցախից տեղանված երիտասարդների համար, ու այդ ծրագրերից որոշակի ծրագրերի նպատակները հենց այդ երիտասարդների կողմից քաղաքակտիվիզմի խթանումն ու քաղաքակտիվիզմի մասնակցելն էր, բայց չեմ ուզում էլ ասեմ, որ ես ինչ-որ տենց շատ մեծ ազդեցություն ունեցա բանի վրա, բայց մենք ամեն ձև փորձում ենք խրախուսել քաղաքակտիվիզմին մասնակցելը, բացատրում ենք, թե ինչու է դա կարևոր եւ ինչ վատ հետևանքներ կարան լինեն երկրում, եթե ընդհանրապես երիտասարդները չմասնակցեն քաղաքակտիվիզմին ու քաղաքակտիվիզմով չզբաղվեն։ Շնորհակալ եմ, որ կիսվեցիր, իրականում ամենակարևոր բանով էլ կիսվում եք, էլի ամենակարևոր հարցերն էլ բարձրացնում եք։ Լիաննա, կխնդրեմ դու քո փորձառությամբ կիսվես։ Քանի որ շեշտեցի, որ ապրում եմ Գավառ համայնքում ու ակտիվ գործունեություն եմ ծավալում հենց այստեղ, մասնակցում եմ ավականու նիստերին, բարձրաձայնում եմ ինձ հանդիպող խնդիրները ու ինչու՞ չէ նաև բնակիչների խնդիրները։ Քաղաքականության մշակման հետ կապված կարող եմ նշել, որ մշակել են Գավառագետի քաղաքականություն։ Գավառագետը Գավառի միջով հոսող գետ է, որ լցվում է Սևանա լիճը ու որտեղ թափվում են ահռելի քանակությամբ աղբ ու Գավառագետի մաքրման քաղաքականության մշակման մեջ կոնկրետ ես մեծ դեր եմ ունեցել։ Ինքն ուրախանում եմ իրականում, որ կարողացել ես այդ կարճ ժամանակահատվածում, բայց շատ լավ ինտեգրվել ու արդեն համայնքի խնդիրները ավելի շատ ես արձագանքում, ինձ թվում է, քան մարդիկ, ովքեր տարիքով շատ մեծ են, քեզանից արդեն իրենց կյանքի կեսը ապրել են Գավառում։ Աշակերտական կամ ուսանողական համայնքի կյանքում որոշակի դեր ունես դու, թե ոչ։ Աշակերտական խորհրդի հետ կապված մի բան ասեմ, քանի որ ես անցած տարի եմ ավարտել դպրոցս, բայց հասցրել եմ իմ դպրոցին, որտեղ որ սովորում էի ու ավարտեցի, օգուտ տալ ու մշակութայինի տնօրենն էի ու համակարգողը, այսինքն դպրոցում միջոցառումներ էի կազմակերպում ու այդ մշակութային մասը հիմնականում, այսպես ասած, իմ ձեռքում էր կենտրոնացած ու միջոցառումներ էի կազմակերպում, ինտեգրում էի բոլոր դասարաններից բոլորին, ոնց որ տարբերություն չէի դնում ոչ մեկի մեջ ու այդպես 8 ամիս միջև ավարտելս։ Հիանալի է։ Ուրեմն մենք հիմա երկու շատ ակտիվ երիտասարդների հետ ենք զրույց վարում ու այս ձեր հարուստ փորձառությունը համ ինձ ուրախացնում է, համ մոտս հարց է առաջացնում, արդյոք շատ այլ երիտասարդներ են այսպիսին, թե դուք այդ քչերի ցանկում եք, որ քաղաքակտիվիզմը կարևոր է կամ որոշումների մասնակցության գործընթացին մասնակցությունը ձեզ համար կարևորում եք։ Օրինակ, չգիտեմ, երիտասարդներ, ում հետ միասին դուք Արցախից տեղափոխվել եք ու միգուցե տարբեր համայնքներում եք հաստատվել Հայաստանի, կապը պահում եք իրենց հետ, իրենք հետաքրքրված են արդյոք այսպիսի խնդիրներով, եթե հետաքրքրված են եւ եթե ակտիվությունը շատ է, կխնդրեմ ինձ պարզաբանեք ինչով է պայմանավորված, որովհետեւ իմ երիտասարդության տարիներին շատ քիչ էին քննարկումները երիտասարդներ, նույնիսկ ավականին ինչ է, պատկերացում անգամ չունեին կամ ինչպես կարող են իրենց համայնքի կյանքին մասնակցություն ունենալ, այս պատկերացումները չկար։ Եթե հիմա շատ են երիտասարդները, կխնդրեմ մոտավորապես պատճառները ձեզ որոնք են, իսկ եթե մտածում եք, որ պասիվություն կա եւ պարզապես մի քանի երիտասարդներ այնքան ակտիվ են ու այնքան շատ գործ են անում, որ տպավորություն է, որ շատերն են ընդգրկված, նաև այդ պասիվության պատճառները ըստ ձեզ որոնք կարող են լինել։ Էրիկ։ Ահա, ես չգիտեմ շատը քիչը որն է, դրա համար եկեք ուղղակի համեմատեմ այս հիմիկվա իրավիճակը Արցախում տիրող իրավիճակի հետ։ Ըստ ինձ, հիմա երիտասարդները շատ ավելի շատ են ներգրաված այդ հարցերում, փորձը այդ որոշումներ կայացնելու հարցերում, ավականու նիստերի մասնակցելու եւ այլն, ու պատճառն այն է, ըստ ինձ, այդ Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններն են, որոնք ուղղակի բացատրում են երիտասարդներին, որ նման հնարավորություն կա։ Բացատրում են, թե ինչու է դա կարևոր եւ ոնց դրան մասնակցել, որ այդ հնարավորությունը օրենքով սահմանված է, նախատեսված է եւ ամեն մեկ կարող է ազդել իր համայնքում կայացող որոշումների վրա։
Արցախում ցավոք հասարակական կազմակերպությունները եւ ավելի քիչ էին եւ ավելի շատ ուրիշ ոլորտների վրա էին կենտրոնացված ու դրա վրա երիտասարդությունը շատ ավելի քիչ հնարավորություններ ազդել որոշումների կայացման վրա։ Եթե խոսեմ այդ հիմնական ակտիվության պատճառն է, իսկ եթե խոսենք пассивության, որոշ երիտասարդների пассивության մասին, դե հասկանալի է։ Հենց առաջին այդ փաստը ստրեսն է, որոնք ապրել են երիտասարդները վերջին 2 տարում տեղի ունեցած դեպքերից հետո, երկրորդը այն է, որ տեղահանված ընտանիքների մեծ մասը բնակարան Հայաստանի Հանրապետության տարածքում չունի ու դրա պատճառով նրանք այդ թվում լիքը երիտասարդ ստիպված է հիմա աշխատանք փնտրել, աշխատել ու համատեղել այդ աշխատանքը դասընթացների հետ, ինչի պատճառով իրենց շատ քիչ ժամանակ է մնում ու էներգիա է մնում մասնակցելու հասարակական ակտիվիզմին։ Ինձ թվում է, թե դա է ամենամեծ պատճառը, թե ինչու երիտասարդները այնքան շատ չեն ներգրաված հասարակական գործունեությանը, ինչքան որ կարող էին։ Մերսի։ Շնորհակալ եմ, Էրիկ, իրականում շատ կարևոր խնդիրներ բարձրաձայնեցիր, որոնց շուրջ լուրջ մտածելու առիթներ տվեցիր։ Ինձ թվում է նույնիսկ սթրեսը ավելի շատ դեր ունի, քան մյուս հարցերը նույնպես իհարկե սոցիալական խնդիրները միշտ առաջնային են, դրանք լուծելուց հետո միայն կարելի է մտածել այլ հարցերի մասին, բայց երբ որ այդքան ստրեսային իրավիճակից հետո փորձում ես հետ գալ, ես կյանքի մասին մտածել, մի քիչ դժվար է լինում, ու այս առումով շատ ճիշտ ես։ Լիաննա, իսկ քո ընկերների մասին դու ինչ կասես, արդյոք ակտիվ են, կապը պահում ես Արցախից քո ընկերների հետ, իրենք ինչով են հետաքրքրված ըստ քեզ։ Իրականում իմ ընկերների գրեթե մեծամասնությունը ինձնից այդքան էլ հեռու չեն ու կարամ նաև ասեմ, որ գավառում էլ ունեմ։ Այդ ընկերներս ոնց որ ինձնից շատ տարբեր են, ես էլ իրանցից ահավոր, իրանք շատ пассив են, շատ։ Ես պատճառները իրանց շատ եմ հարցրել, իրանք ընդհանրապես շեշտել են, որ իրանց հետաքրքրություններին չի համապատասխանում ու ավելի լավ կլիներ, որ մի քիչ ավելի ակտիվ բաներ կազմակերպեին, որ իրանք դրանց մեջ ներգրաված լինեին, օրինակ իրանց հետաքրքիր չի համայնքային կյանքում ինչա կատարվում, օրինակ ինչա լինելու 2026 թվականի ընտրությունների ժամանակ կամ ովքեր իրավունք ունեն մասնակցելու եւ այլն, որովհետեւ քննարկումներ շատ-շատ է լինում, մանավանդ վերջին շրջանում 26 թվականի ընտրությունների հետ կապված ու այս վերջին քննարկման ժամանակ էլի մի քանի հոգու ասեցի ու ում ասեցի, սա հրաժարվել են։ Պատճառը էլի եմ շեշտում, երևի իրանց հետաքրքրություններին չի համապատասխանում դրա համար։ Շնորհակալ եմ շատ։ Այս ընթացքում օրինակ ես մտածում էի, որ շատ երիտասարդներ, ովքեր միշտ Հայաստանում են ապրել, այսինքն իրենք այդ սոցիալական խնդիրներին չեն բախվել այնպես, ինչպես հիմա Արցախից տեղահանված երիտասարդներն են բախվում, իրենք նույնպես пассив են։ Ու Լիաննան էլ կարող է նշի, նույն հենց Գավառ համայնքում մինչև վերջերս իրականում եւ Գեղարքունիքի մարզում էլ, որտեղից հենց ես եմ, երիտասարդները բավական пассив են, անկախ իրենց սոցիալական կարգավիճակից։ Հիմա ինձ հետաքրքիր է, դուք ինչ խոսքերով ըստ ձեզ հնարավոր կլինի ավելի ակտիվացնել երիտասարդներին։ Ու երբ որ մտածեք պատասխանի մասին, կուզենամ այն տրամաբանությամբ պատասխանեք, որ դրանք կարծես խորհուրդներ լինեն այն կազմակերպությունների համար հասարակական կամ կառույցների համար, ովքեր շահագրգիռ են, որ իսկապես խելացի եւ ակտիվ քաղաքացիներ մեծանան։ Էրիկ։ Եկեք հա, ես փորձեմ մի քիչ չոր խոսամ այս թեմայով, քանի որ ես ինքս շատ եմ մտածել այս թեմայի շուրջ ու անվանեմ ոնց է կոչվում, բարերն իրենց անվան, բայց называть своими именами։ Ու ասենց ասեմ, երբ մենք ուզում ենք մոբիլիզացնենք ինչ-որ խումբ, մենք պետք է հասկանանք, թե այդ խումբը ինչա ցանկանում։ Մեր պարագայում մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը բավականին պահպանողական երկիր է ու Հայաստանի հասարակության մեծ մասը պահպանողական հասարակություն է։
խոսքը հատկապես վերաբերում է տղաներին, հատկապես վերաբերում է Երևանից դուրս համայնքների ապրող տղաներին, որոնց մասնակցությունը տարբեր ծրագրերում իմ տեսնելով շատ ավելի քիչ է, քան աղջիկների մասնակցությունը։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ են ուզում ընդհանրապես այս կյանքից այդ մարդիկ ստանան, եւ փորձենք իրենց համոզենք, որ եթե իրենք մասնակցեն այդ ծրագրերին, իրանք կարող են ստանալ իրենց ակնկալածը կամ այնինչ իրանք սկզբանե ուզում էին։ Եթե նրանք մտածում են, չգիտեմ, ճանապարհորդելու բանի մասին, մենք կարող ենք իրենց ասել, որ ճանապարհորդում են կամ տարբեր ծրագրերին արտասահմանյան գնում հիմնականում այն ակտիվ քաղաքացիները, ովքեր մասնակցում են իրենց համայնքային կյանքին, ովքեր մասնակցում են իրենց համայնքային որոշումների կայացմանը։ Եվ եթե դուք որպես երիտասարդ դառնաք ավելի ակտիվ ու սկսեք մասնակցել ձեր համայնքում կայացող որոշումներին, ձեր համար շատ ավելի հեշտ կդառնա մեր օրինակում, չգիտեմ, արտասահմանյան ծրագրերի մասնակցելը։ Կամ չգիտեմ, օրինակ եթե ինչ-որ կոնկրետ մարդու ենք ուզում բան անենք, ներգրավենք մեր ծրագրերին, մենք կարող ենք ասել, որ այն աղջիկով քեզ դուր է գալիս, իրան դուր են գալիս, ինչ-որ ակտիվ տղաները, ովքեր մասնակցում են համայնքային կյանքին։ Մենք սկզբից պիտի հասկանանք, թե ինչ են ուզում տվյալ համայնքում ապրող երիտասարդների մի մասը կամ մեծ մասը, ու դրանից արդեն բխելով կարող ենք հասկանալ, թե ոնց ենք իրենց ներգրավելու համայնքում որոշումների կայացմանը։ Ենթադրենք, եթե բոլոր երիտասարդներն ուզում են, որպեսզի համայնքում շատ լավ ճանապարհներ լինեն, մենք կարող ենք իրենց ասել, որ եթե մենք, չգիտեմ, մի 20-30 հոգով գնանք ավականու նիստի նստենք, մենք կարող ենք իրենց ստիպել, որ նրանք կոռումպացված կամ չգիտեմ, անուշադիր որոշումներ չկայացնեն, ու ինչի արդյունքում ճանապարհները մեր համայնքում շատ ավելի լավանալու են, կամ տրանսպորտը մեր համայնքում չի թանկանալու, կամ նոր, չգիտեմ, տրանսպորտի գիծ են ստեղծելու մեր համայնքում, այդքանը։ Վերսի շատ Էրիկ, իրականում տպավորություն է, որ միանգամից արդեն պատրաստ է գործնական մեթոդներ է ընտրել, ոնց կարելի է համոզել, ոնց կարելի է տրամադրել, որ մասնակցեն, ու օրինակները Հա, մենք հիմնականում Արցախում նման ձև էինք վարվում, դրա համար փորձից տեղափոխվել այստեղ։ հա, որ կարծես ապրել էիր այդ իրավիճակը, ինչ որ մեկին համոզել էիր, որ եթե գա ընկերուհուն կամ ընկերոջը կտեսնի այդտեղ, հետաքրքիր մեխանիզմ է, իրականում կարող է աշխատել որոշ դեպքերում, բայց կարծում եմ ընդհանուր առմամբ իրավագիտակցությունը պետք է փորձենք դպրոցներից, հա, միգուցե այդ տարիքից այնպես բարձրացնել, որ երբ երիտասարդը դառնա 16 տարեկան ու արդեն հնարավորություն ունենա ավականու նիստերին մասնակցելու, ինքը որպես իր պարտքը համարի, հա, այդ գործողությունն իրականացնելը, դա պայմանավորված չլինի ինչ որ մեկին այնտեղ տեսնելով, այլ ինքը մտածի, որ դրանով է պայմանավորված իր համայնքի հետագա լավ ապագան։ Ինձ թվում է, այս տարբերակը նույնպես կարող ենք դիտարկել դպրոցական կրթությունից սկսած, այդ տարիքից սկսած։ Լիաննա, ձեր խորհուրդներն ինչպիսին են։ Այսպիսի մի բան ասեմ, ամենավտանգավոր մարդը այդ անտարբեր մարդն է, ու եթե այդ երիտասարդը կամ այդ տվյալ մարդը հետաքրքրված չի իր համայնքում որոշումների կայացման գործընթացներում, ինչա կատարվում, ինչա տեղի ունենում ընդհանրապես կամ իր դպրոցում, իր շրջապատում, մի փոքր ազդեցություն մենք չենք կարող իր վրա ունենանք, որովհետև հաստատ իր հետաքրքրությունները այլ են։ Իսկ համաձայն եմ ձեր ասացի հետ, որ այդ ամեն ինչը պիտի սկսել դպրոցից, քանի որ ես էլ էի ուզում այդ շեշտեի ու իրազեկման արշավներ սկսել դպրոցներում, 5-րդ դասարանից բարձր երեխաների շրջանակներում ու ասել, որ կազմակերպվում է նմանատիպ միջոցառումներ, իրավունք ունեն մասնակցելու հետևյալ անձինք, ստանալու եք վերջում սերտիֆիկատ, սերտիֆիկատը ձեզ պետքա լինելու բուհերում, չգիտեմ, անվճար կամ ինչ որ որոշակի չափով զեղչ չեք ստանալու համալսարանում ու այդպես ձեզ օգուտ է լինելու
ու հիմա երիտասարդները այնպես են, որ փնտրում են ամենտեղ նյութականը, հա, ու ասում են, որ գամ ինձ տեղ ինչ օգուտ, կամ երբ ինչ որ կամավորական աշխատանք ենք անում, կոնկրետ ես ու իմ ընկերներից մի քանի հոգի ինձ հարց են տալի, ասում են, բա որ այդ կամավորությունը անում ես, քեզ ինչ են տալի դրա համար, ասում եմ, եթե մենք շեշտում ենք կամավորությունը, տեղ արդեն ամեն ինչ պարզ է, որ տեղ շահը մենակ մերն է, որովհետև կամավորության ընթացքում դու այնքան բան ես ստանում, որ դրա դիմաց ինչ որ փոխհատուցում պետք չի լինում, ու նույն խորհուրդը տալիս եմ բոլոր երիտասարդներին, որ լինեն իրազեկ ու անկախ ամեն ինչից, անկախ բոլոր հանգամանքներից, մասնակցեն թե իրենց համայնքում, թե դպրոցում, թե համալսարանում, թե իրենց շրջապատում ինչա կատարվում, ու իրենց կյանքը այդպես ավելի հետաքրքիր կլինի, քան այն հետաքրքրությունները, որով հիմա իրանք ճակերտների մեջ ասած տառապում են։ Շնորհակալ եմ կիսվելու համար, իրականում երբ պատմում էիր, նաև Էրիկի ասածները վերհիշելով մի փոքր տխրեցնում է այդ հանգամանքը, որ երիտասարդները մտածում են, որ իսկ ինչ ես դրանից կստանամ, այսինքն իրենք չեն տեսնում, հա, այդ դասընթացի իսկապես առավելությունը գիտելիքի տեսանկյունից հարստանալու ավելի ինչ որ նյութական բաներ են ակնկալում, ինչը տխրեցնում է, բայց նաև շատ ուրախ եմ, որ կան, հա, ձեր նման երիտասարդներ, ովքեր մասնակցում են, խրախուսում են, թվում է ինչ որ պահի դուք կարողանաք համոզել կամ վերջապես հասկացնել մյուս երիտասարդներին, որ ինչ կստանամը հենց գիտելիքն է, հա, իրենց են սրտացավ վերաբերմունքն է վաղվա, որ այսօր դա սովորելուց հետո իրենք պետք է որ ունենան։ Հիմա քանի որ մենք երկուսիդ փորձառություններից խոսեցինք, Էրիկը պատմեց մի փոքր չստացված, հա, դեպքի մասին, երբ որ խոչընդոտ են ունեցել հանրային արշավ իրականացնելիս, Լիանան էլ հակառակը ստացված օրինակներից խոսեց Գավառագետի։ Ինձ հետաքրքիր է, կուզենամ մի փոքր այդ խոչընդոտների մասին պատմեք, միգուցե Լիանան որպես աղջիկ, սա իմ օրինակով եմ ասում, հա, միգուցե եւ բախվել ես, հա, տղաներին ավելի հեշտ է լինում այս գործընթացներին մասնակցելը, քո փորձառությունն ինչպիսին էր, որպես աղջիկ խոչընդոտներից կուզենամ խոսես, եւ միգուցե շահագրգռել են կամ ինչ որ հաջողության պատմություն ունես, որով կուզենամ երկուսդ էլ կիսվեք։ Առաջինը, եթե խոչընդոտներ եղել են, ինչպես եք դա հաղթահարել։ Սա պատմեք այն երիտասարդների համար, ովքեր վախենում են, մտածում են իրենք էլ կբախվեն նմանատիպ խնդիրների, ոնց որ իրենք կօգտագործեն ձեր տված խորհուրդները, եւ երկրորդը միգուցե հաջողության պատմություններով ոգևորեք մյուսներին ու որոշեն, որ վաղվանից հա իրենք նույնպես պետք է մասնակցեն քաղաքակտիվիզմով զբաղվեն եւ ավելի ակտիվ լինեն առհասարակ։ Լիաննա, այս անգամ քեզանից սկսենք։ Իրականում իմ մոտիվացիան միշտ ու մինչև հիմա առաջինը սկսում է ինձնից ու հետո նոր իմ ծնողներից։ Ինչու ինձնից, որովհետև ես ոնց որ միայնակ եմ գործում միշտ ու ինձ ոչ մեկ չի ասում, եթե սխալ եմ անում, ասում են բայց կարայիր սենց անեիր, չեն ասում էլի այդ պահը սխալ ես արել, ասում են դու կարայիր նաև այսպես անեիր։ Իսկ ծնողներս ասում են սխալներս, ես գիտակցում եմ, որ այդ ամեն ինչը սխալ է ու անում եմ դրա հակառակը, որը որ կարա ծնողի կողմից դիտարկվի որպես ճիշտ, իսկ իմ կողմից սխալ, բայց ես անում եմ նենց, որ համ իմ համար ճիշտ լինի, համ էլ ծնողի։ Իսկ ինչը վերաբերում է ձեր ասացին, նշեմ, որ հենց այդ ամեն ինչը գալիս է ծնողից, խոչընդոտները շատ են, մանավանդ աղջիկ տղա այդ սեռական խտրականության շրջանում է տարածված,
ու երբ մասնակցում էի ինչ-որ քննարկման, այդտեղ մեծամասնությունը տղաներ էին կամ մի երկու աղջիկ ասում էին, «Խի՞ ես դու մասնակցում ես քննարկմանը, սաղ տղաներ են ու դու մենակ աղջիկ»։ Ասում եմ, եթե այս ծրագիրը հետաքրքրել է տղաներին ու տղաները մասնակցում են, իրոք էդ իմ համար շատ մեծ պլյուս է, որովհետև հիմա շատ քիչ են այդպիսի տղաները, մոտավորապես 35-ից 40% են այդպիսի տղաները, որ մասնակցում են քննարկումներին կամ ինչ-որ որոշումների կայացմանը ու իրենց գործունեությունն են ծավալում թե համայնքում, թե մարզի շրջանակներում ու իրոք այդ շատ ուրախալի է։ Իսկ խոչընդոտները պիտի հաղթահարելով ինքդ քո ներքին եսին ու հակառակվես ինքդ քեզ ոչ թե դիմացինիդ։ Եթե դիմացինդ համարում է, որ դու աղջիկ ես, դու չպետք է այդ ծրագրին մասնակցես, ուրեմն հակառակը, ուրեմն այդ ծրագիրը քեզ այնքան է պետք, որ հենց դու պետք է այդ ծրագրին մասնակցես։ Եթե քեզ պետք չլիներ, հաստատ այդ ծրագրին չէիր մասնակցի։ Կոնկրետ ես մասնակցում եմ այն ծրագրերի, որը ինձ մասնագիտական առումով պետքա կամ հետաքրքրություն ունեմ այդ դասընթացի կամ այդ ծրագրի հետ կապված, դրա համար էլ մասնակցում եմ, իսկ այն դասընթացները որին որ մասնակցում եմ չուզելով, չնայած տենց բան չի լինում, ուրեմն այն մարդիկ, ովքեր չուզելով են մասնակցում, զուտ ժամանակ սպառելու համար են մասնակցում, իսկ էլի անդրադառնամ խոչընդոտներին, խոչընդոտները պիտի փնտրենք ինքներս մեր մեջ ու հակառակվենք ինքներս մեզ, ոչ թե մեր դիմացինին։ Շնորհակալ եմ շատ ոգևորող խոսքերի համար։ Էրիկ, քեզ լսենք, դու կողքեվորես, թե ինչպես մի շատ պրագմատիկ եւ շատ լուրջ մոտեցում կդրսևորես։ Եկեք այս շրջանի իմ ոճով շարունակեմ։ Իրականում տղաների մոտ խոչընդոտը հիմնականում իմ տեսածով լինում այն փաստը, որ տղաները այդ հասարակական գործունեության ուղղակի լուրջ չեն վերաբերվում, ու ուղղակի ընդունված չի գնալ ինչ-որ չգիտեմ, այնտեղ կամավորությամբ զբաղվելը։ Իմ տեսած ամենամեծ խոչընդոտը հիմնականում է դա։ Ասենք այդ աղջիկների դեպքում տենց պահ կա, որ կարող է ծնողները չթողեն բան, շփահաս տղաների մոտ տենց խնդրի ես երևի չեմ հանդիպել, որ ընտանիքը չթողի, սում աղջիկների մոտ խոչընդոտները այդ առումով ավելի շատ են, բայց ի զարմանս դրան մեկ աղջիկների մասնակցությունը շատ ավելի շատ է, նշանակում է, որ խոչընդոտները նես չի, որ այդքան էֆեկտիվ են ազդում, երևի ստեղ ավելի շատ մարդու ցանկությունն է այդ ծրագրին մասնակցել կամ չմասնակցելու։ Եթե մարդ տղան իրոք ցանկանում է մասնակցել ծրագրին, ինքը հաստատ մասնակցելու է ու շատ ավելի քիչ խոչընդոտի է հանդիպելու ընթացքում։ Մեր առնչված ամենալուրջ խոչընդոտը, որ ես կակրած վերջին դեպքի արդիվ եղել է, այս տրանսպորտի թանկացման դեմ, քրեական գործ է հարուցվել, չգիտեմ դա ինչ հոդվածով, բայց տենց ոչ մի բան էլ տենց չի եղել, ընթացք չի եղել, դե որովհետև իրոք հանցակազմ չկա էլի, տենց ոնց հարուցել են, տենց էլ պահել են։ Ուղղակի մենք տեսել ենք, որ երևի կարելի ասել դա խոչընդոտ կամ խոչընդոտ չի, հասարակության ներգրավվածությունը շատ քիչ էր ու հասարակության մեծ մասը նես չի, որ շատ դեմ էր այդ թանկացմանը, ինչ-ինչ պատճառներով։ Ու դրա համար ծրագիրը իր արդյունքներին չի հասել, ինչպես նաև քաղաքական գործիչներ էին տո խառնվում, տո դուրս գալիս, ինչի արդյունքում անիմաստ տեղի քաղաքականացվում էր այդ ծրագիրը, ինչը շատ ի վնաս է կոնկրետ այդ ծրագրին եղել, բայց ընթացքում, սենց ասեմ, խոչընդոտները իրականում ոչ թե իրատեսական չեն, այլ իրանք շատ չեն, այսինքն հատկապես տղաների ոլորտում շատ խոչընդոտներ չկան, զուտ հասարակության կողմից վերաբերմունքն է հասարակական ոլորտին, որ հələ նորմալ չի զարգացել, բայց եթե համեմատենք մի 10 տարի առաջ ոնց էր, հիմա ոնց է, հասկանալի է, որ հիմա անհամեմատ ավելի շատ երիտասարդներ է ներգրավում նմանատիպ ծրագրերին, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Շնորհակալ եմ, իրականում երկու շատ կարևոր բան նշեցիր Էրիկ խոսքի ընթացքում, առաջինը ապատիկ տրամադրությունների մասին է, որ պասիվ են իրականում հասարակության մեծ անդամները, ես նույնպես նկատեցի, որ կոնկրետ քո բերած օրինակում տրանսպորտի թանկացման
մի շրջան եղավ, որ միացան ակտիվ այդ բողոքի ակցիաներին եւ այլն, ու հետո նորից ընկան այդ տրամադրությունների մեջ, անտարբերության մթնոլորտի մեջ։ Ինձ թվում է վերջին մի քանի տարիների իրադարձությունները շատ ազդեցություն են ունեցել այսպիսի տրամադրությունների ձևավորման վրա, ու երկրորդ բանը, որ նշեցիր, այդ կուսակցական գործիչների ընդգրկումն է այդպիսի գործողություններին կամ ակտիվիզմի որոշակի դրսևորումներին, որովհետև երբ որ մենք ասում ենք քաղաքակտիվիզմ, քաղաքացիական ակտիվիզմ, պետք է հասկանանք, որ դա միայն կապ ունի քաղաքականությունների հետ եւ ոչ երբեք կուսակցությունների։ Եվ երբ որ ինչ-որ մեկը զբաղվում է ակտիվիզմով, քաղաքակտիվիզմով, ինքը ամենևին պարտադիր չի, որ ունենա որևէ կուսակցական կողմնորոշում, ու շատ դեպքերում էլ հենց չունի էլ, որովհետև պարզապես քաղաքականությունների մշակման գործընթացն է իրան հետաքրքիր եւ միայն այդ առումով է խառնվում։ Այս ինձ թվում է պետք է նաև երիտասարդները ֆիքսեն, իմանան, որ կարողանան նաև այս երկու բաները իրարից տարբերել։ Իրականում անչափ շնորհակալ եմ երկուսիդ էլ այս ջերմ ու անկեղծ զրույցի համար, ձեր անձնական փորձառությամբ կիսվեցիք, ձեր գիտելիքներով կիսվեցիք, ու ինձ շատ հաճելի էր ձեր հետ զրուցելը։ Ինձ թվում է այսօրվա համար այսքանը, մեր ունկնդիրներին էլ խորհուրդ կտամ հետևեք Restart Գյումրիի պաշտոնական էջերին, լսեք մեզ YouTube-յան ալիքում եւ սպասեք մեր հաջորդ ոդքասթներին։